գլխավոր բանը գիտեք ինչումն է։ Տեսեք, այն պատճառները, որոնք ներկայացված են, նույն այդ Արշակ Կարապետյանի միջոցով եկած այդ ինֆորմացիայի մասով։ Հիմա եթե Արշակ Կարապետյանին դուք տեղ մեղավոր եք համարում կամ շատ ավելի ծանր մեղադրանքներ եք վերագրում, եկել է այդ ինֆորմացիան տվել է, բայց պատերազմը չէ սկսել։ Պատերազմից հետո Դավիթ Տոնյանին հանել է նշանակել են Վաղարշակ Հարությունյանը, դրանից հետո Արշակ Կարապետյանը գլխավոր շտաբի տեղակալ է նշանակել, ով մինչև այդ պատերազմի ժամանակ խորհրդական էր, հետո նշանակել են պաշտպանության նախարար։ Եթե Արշակ Կարապետյանը ըստ ձեզ պատերազմից առաջ ձեզ համար վտանգավոր տեղեկատվություն է տվել եւ դուք չեք կարողացել համապատասխան միջոցներ ձեռնարկել, ապա ինչ եք նրան 1-1.5 տարի հետո նշանակել պաշտպանության նախարար։ Հակասություն կա, չէ՞, ստեղ ստեղծված։ Այսինքն այդ պահին բարձր որ դու գիտեիք արդեն, այնպեսի բան չէ, որ պետք է հետո քննեիք։ Այո, հիմա Արշակ Կարապետյանը չգիտեմ ինչ հանգամանքներում աշխատանքից ազատել են կամ ծառայությունից ազատել են, ես չգիտեմ Արշակ Կարապետյանը հետո ինչ ա եղել, ինչ իրական հակասություններ ունեցել են կամ չեն ունեցել, ինչ խնդիր ա եղել դրա հիմքում։ Հիմա իշխանությունը որոշել է Արշակ Կարապետյանի գործոնը լրիվ այլ կերպ օգտագործել